Երկուսն է բոլորում հոսանքազրկված ընտրատեղամասեր, չամփոփված ընտրական արդյունքներ, Ջորջ հարփած պատգամավորներ, ճոճվող նավակ ճոճող օրինակ նկատեցիք որ նավակ ճոճողը ոտքի վրա ճոճվում էր օրինակ ճոճվելուց տեսել եք նավակ ճոճողին Եթե ձեզ հետաքրքրում է մեր դիտարկումները կապված ընտրությունների հետ մենք առավոտվա ժամը 7-ից խնդրում եմ ինձ չտատել այլևս ինձ չընդհատել ուղիղ կապ ունի իր ճոճվելը Մի րոպե Վահե Դուք հիմա չեք ճոճվում, ուղիղ կանգնած Ես առաջարկում եմ Վահեն գա տեղս կանգնի խոսա Հիմա եթե ես խոսում եմ ինձ մի ընդհատեք չհասկացա Միասին ենք խոսում որն է Մակարոն Վահետ երկխոսության մեջ եմ Հարց եք տալիս պատասխանեմ Հանրապետության երկրորդ քաղաքում ընտրություններ են, արտահերթ ընտրություններ Դեռևս ժամը 1:30 րոպե ամփոփված տվյալներ չկան Հոսանքազրկվել են ընտրատեղամասեր Փարաքարում հաղթել են դիմադիր թեկնածու Սրանք միմյանց հետ որքանով կարող են փոխկապակցված լինել Անկախ դիտորդը առավոտյան ժամը 7-ից թե Փարաքարում, թե ուրեմն Գյումրիում շրջում է տեղամասերով, մենք եղել ենք Փարաքարի բոլոր 100% տեղամասերում, Գյումրիի տեղամասերի 96%-ում, մենք արձանագրել ենք մի շարք խնդիրներ, որոնք ամփոփվել են տարբեր հաղորդագրությունների մեջ, խնդիրները վերաբերվել են թե տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց տեղամասում գտնվելուն, թե ուրեմն ընթացակարգային խախտումներին, թե հանձնաժողովների կողմից իրենց պարտականությունները չկատարելուն, թե կուտակումներին, մենք նաև արձանագրել ենք դեպքեր, որոնք առերևույթ պարունակում են հանցագործության տարեր, դրանց հետ կապված մի մասով հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացրել ենք դատախազություն, մի մասի վերաբերյալ չենք ներկայացրել, որտեղ համապատասխան մարմինները արդեն իսկ վարույթային գործողություններ իրականացնում էին։ Մի շարք տեղերում նկատել ենք խնդիրներ, այդ թվում եզակի խնդիրներ, այդ թվում նկատել ենք խնդիրներ, որոնք այսպես ասած չենք սպասում նկատել կամ որոնք նախկինում չենք նկատել։ Օրինակ դրոշմապիտակների հետ կապված խնդիրները, օրինակ քվեարկության ծրարների հետ կապված խնդիրները, որ երբեք, ես 2007 թվականի ըստեյության ընտրությունների հետ կապնում եմ, այդ տենց խնդիրներ օրինակ երբեք չեմ նկատել։ Մենք նկատել ենք խնդիրներ կապված, այսա շպարգալկես հանեմ, փորձում եմ հիշեմ, բայց հիշեցի, որ շպարգալկես գրպանումը, սա ավելի մանրամասն կարող եմ նաև քանակական ասեմ։ Նկատվել է դեպք այլանդի փոխարեն քվեարկության, որը մեր կողմից չի արձանագրվել, բայց մենք դա տեսել ենք եւ դա եւս պատշաճկնության առարկա պետք է դառնա։ Երկու դեպք է եղել դիտորդների, ուրեմն երեք դեպք է եղել դիտորդների գործունեության խոչընդոտման, մեկը Փարաքարում, երկուսը Գյումրիում, երկուսից մեկի հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ենք քրեական օրենսգրքի 210 հոդվածի առաջին մասով եւ նաեւ քանի որ այդտեղ խնդիրը ծագել էր քվեարկության գաղտնիության հետ կապված վեճի շուրջ 215 հոդվածի երկրորդ մասով։ Մյուս դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը քննարկվում է։ Ուրեմն կուտակումների 8 դեպք ենք նկատել բաց քվեարկության 6 դեպք, բայց այդ բաց քվեարկության դեպքերի մի մասը պայմանավորված էր նրանով, ես ասացի ծրարների հետ կապված խնդիրներ կար, ընտրողները քվեախցիկում չէին կարողանում ծրարի մեջ քվեաթերթիկը դնել եւ դրա պատճառով ապակողմնորոշված դուրս էին գալիս որ դնեին 14 դեպք որ տեղամասում գտնվեն այդպիսի իրավունք չունեցող անձինք մենք նկատել ենք վիճաբանության 6 դեպք մենք այս 6-ը երևի արդեն 7-ը որտեղ մի դեպք կա որ ես շպարգալկայից հետո եղել այլ խախտում 7 դեպք ըստ էության եթե մենք խոսում ենք քվեարկության ընթացքի մասին այսինքն ժամը 8-ից 8-ը հիմնականում տվյալները այսպիսին են մինչև վաղը ժամը 2 ավելի մանրամասն ամփոփելու ենք ասեմ որ կարող է այս տվյալները փոքրինչ փոխվեն որտեղ կարող է ինչ որ մանրամասն ամփոփելու ընթացքում ինչ որ բաներ պարզվեն կամ օրինակ պարզի որ մի բան որ մտածում ենք երկու դեպք է իրականում նույն դեպքն է մենք նաև արձանագրել ենք խնդիրներ կապված նախընտրական քարոզչության սահմանված կարգի հետ մենք տեսել ենք որ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածով ամրագրված սահմանափակումները բավականին խախտվում են որոնք վերաբերվում են լռության ժողովրդի մեջ դա կոչվում է լռության օր բայց քվեարկության նախորդ օրվան ինչպես նաև քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ի ուրեմն
այդ սահմանափակումներին, դրա հետ կապված եւս կենտրոնական ընտրական հանձնաժողովում ենք ներկայացրել, դա վերաբերում եմ ջալս միանգամից մի քանի կուսակցություններին, մի կուսակցություն չի որ դա անում է։ Նախընտրական քարոզչության փուլում մենք մի քանի հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, մեծ մասը վերաբերվել է ուրեմն բարեգործության արգելքի խախտմանը, որը ճիշտ է քրեական օրենսգրքի առանձին հոդված է 221 հոդվածն է, բայց ըստ էության ընտրակաշարքին նմանվող բան է ներկայացրել ենք երկու կուսակցությունների մասով, մեկը դա քաղաքացիական պայմանագրի մասով, մյուսը մեր քաղաքը դաշինքի մասով։ Մենք ներկայացրել ենք նաև պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ ուրեմն հաղորդում քաղաքացիական պայմանագրի մասով 441 հոդվածով եւ ներկայացրել ենք ուրեմն կոմունիստական կուսակցության հետ կապված 210 հոդվածի երրորդ մասով, այն է ընտրողներին, քաղաքացիներին կապված ուրեմն մենք ներկայացրել ենք մի շարք ահազանգեր եւ պահանջներ ապօրինի տեղադրված պաստառները հանելու, գերակշռապես դրանք քաղաքացիական պայմանագրի պաստառներն էին, բայց ոչ միայն, հիմնականում խոսքը վերաբերվում է ընտրական օրենսգրքի 21 հոդվածի երկրորդ մասով սահմանված արգելքի խախտմանը, այն է բազմաբնակարան շենքերի վրա պաստառներ փակցնելուն, կամ նույն հոդվածի 6-րդ մասի խախտմանը բիլբորդերի հետ կապված կարգավորումները խախտելուն։ Մենք նաև ներկայացրել ենք մի քանի դիմումներ վարչական իրավախախտումների վերաբերյալ, մասնավորապես խոսքը վերաբերվել է վարչական ռեսուրսի չարաշահմանը, վերաբերվել է քվեարկելու քարոզելու իրավունք չունեցող անձանց կողմից քարոզարշավ իրականացմանը եւ նաեւ մի բան, որը ինչ որ առումով էպիկ է եւ ընտրությունների կոնտեքստում նախադեպ չունի, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ներկայացրել ենք, որտեղ մեր գնահատմամբ Գյումրիի համայնքապետարանը խախտել է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասնորենքով սահմանված իրավունքները եւ քաղաքացիների անձնական տվյալները փոխանցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քարոզչական նպատակներով եւ դրանով հանվարչական ռեսուրսի չարաշահում է տեղի ունեցել, որը նախատեսված է Վիվորենսգրքի 40 պրիմուտ հոդվածով համ տեղի է ունեցել անձնական տվյալների պաշտպանության կապված կանոնների խախտում, որոնք նախատեսված են նույն օրենսգրքի 189 պրիմ 17 հոդվածի առաջին մասով։ Կարծես թե հիմնական ասեք, հա, որ հարցին Փարաքարում ընդդիմադիր տեխնացուն է հաղթել, Գյումրիում մինչև ժամը 1:36 րոպե արդյունքները ամփոփված չեն, հոսանքազրկում է տեղի ունեցել ընտրատեղամասերից։ Մի քանիսում կարող են դրանք ուղիղ փոխկապակցված լինել միմյանց հետ։ Ես չեմ կարծում, որ Փարաքարում եւ Գյումրիում տեղի ունեցող process-ները իրար հետ փոխկապակցված են, մենք այդ process-ների միջև շատ տարբերություններ ենք տեսնում, որակական առումով սկսած ընտրական հանձնաժողովների օրինակ գրագիտությունից, որը մենք Փարաքարում գնահատում ենք շատ ավելի բարձր, քան Գյումրիում, օրինակի համար։ Վերջացրած բազմաթիվ այլ տարբերություններով, որոնք մենք Փարաքարում եւ Գյումրիում առերևույթ դիտարկում ենք, պետք է ասեմ, որ Գյումրիում այո, կան տեղամասեր, որտեղ process-ը դանդաղ է գնում եւ մեր դիտորդները հիմա հետեւում են այս պահի դրությամբ թերևս երևի 90% վստահությամբ կասեմ, որ տենց տեղամաս չկա, որտեղ որ կարող է հաշվարկը չի ավարտվել եւ մեր դիտորդը տեղ չի։ Ասեմ ավելին, մեր դիտորդները նաեւ գտնվում են տարածքային ընտրական հանձնաժողովում եւ այդտեղ գտնվելու են միջև process-ի վերջը, միջև որ վերջին տեղամասից եկող փաստաթղթերը նյութերը ընդունվեն եւ փաստաթղթավորվեն։ Ասեմ, որ նաեւ ահազանգ եղավ ստեղ կողքը 31:44 տեղամասի պարկի տեղափոխման, ընտրական փաստաթղթերի տեղափոխման հետ կապված, ես ճշտեցի քիչ առաջ տարածքային ընտրական հանձնաժողովում աշխատող մեր դիտորդների հետ, ամեն դեպքում իրենք ասում են, որ 44 տեղամասի ընտրական փաստաթղթերը եկել են, հասել են պարկի վրա վնասված որևիցե հետք չկա։ Այս պահին երևի այդ միջադեպի հետ կապված մենք որպես դիտորդներ այս պահին երևի ավել բան չէինք կարող անել։ Գիտեք, եկեք արձանագրենք, որ այն ամենը, ինչ որ ես ասացի, հիմնականում վերաբերվում է միջև ժամը 8-ի դրությամբ, հա, նախընտրական եւ միջև ժամը 8, այսինքն ամփոփման հետ կապված ես
տարբեր ընտրական հանձնաժողովն ամփոփման նիստերի եմ, այստեղ ձեր հետ եմ եւ ամփոփման հետ կապված զարգացումների քանակական տեղեկություններ ձեռքիս տակ չունեմ։ Դա էր պատճառը, որ նաև ձեր հետ չկիսվեցի ամփոփման նիստերին, թե ինչ խախտումներ են եղել, ինչքան են եղել դրանք, հա։ Հետևաբար այդ ամբողջը արդեն հավաքելու արդյունքում մենք գիշերվա ընթացքում այդ ամբողջը հավաքում ենք, առավոտյան իմի ենք բերում եւ ժամը 2-ի ասուլիսում սաղ ներկայացնում ենք։ Մեզ էլ ամեն դեպքում մի քանի ժամ պետք է, բնականաբար քնելը այս գիշեր մեր մասին չի, մեզ էլ մի քանի ժամ պետք է, որ հավաքված տեղեկությունները, որոնք շատ են, ամեն դիտորդ մեր որ այցելում է տեղամաս, հատուկ application-ով բազմաթիվ տեղեկություններ է հավաքում։ Մեզ ժամանակ է պետք է ամեն ինչ ամփոփելու համար, ժամը 2-ին մենք դա կներկայացնենք մանրամասն։